Արցախի ներկայացուցիչություն երեկվա մտները, ինչ-որ կոնկրետ Սամվել Կարապետյանի դեմ ինչ-որ բան գտնելներ և հնարավոր է առաջիկայում նոր մեղադրանք տեսնել։ Առաջին մասով, չկա մի բան, որ հնարավոր է գտնել։ Այո, իսկապես Արցախի ներկայացությունում ներողություն եմ խնդրում, սխալ ասեցի։ Ես այդ խիզախությունը ունեմ, կընդունեմ սխալս, Արցախի ներկայացությունում կարող էին գտնել Սամվել Կարապետյանի, եթե չեմ սխալվում, շուրջ 50 միլիոն դոլարից էլ ավել կատարած բարեգործությունները Արցախի Հանրապետությունում, որի համար 2021 թվականի հունիսի 18-ից հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Կարող էին գտնել նաև այն բարեգործությունները եւ մարդասիրական օգնությունը, որը կատարել է, որը երբեք հրապարակային չի եղել։ Դա էլ կարող է գտնեին։ Չեմ բացառում։ Բայց ավելի լավ կլիներ, որ քննիչները գնային եւ Ստեփանակերտում կատարեին քննչական գործողություն։ Մենք դատական նիստի ժամանակ այդ առաջարկը արել ենք։ Ես չեմ զարմանա, որ առաջիկայում դա էլ տեսնենք։ Իրավական փոխօգնության շրջանակներում վստահ եմ Ադրբեջանից քննիչներ կան, որոնք կարող են բազմաթիվ փաստաթղթեր տալ ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Թող իրավական փոխօգնությունով դիմեն ստանան։ Ասեն ինչի համար է Սամվել Կարապետյանը բարեգործություն արել Արցախում։ Իսկապես դուք լուրջ գործընկերներ ջան, պատկերացնում եք Արցախի ներկայացությունում կարային Սամվել Կարապետյանի վերաբերյալ ինչ-որ մի բան գտնեն։ Թվարկեցի, ինչ կարա լինել։ Նոր մեղադրանք եւ այլ, տենց բան գոյություն չունի, բայց նաեւ մի բան էլ ասեմ։ Ես չեմ բացառի։ Հնարավոր օրինակ մինչև դեկտեմբերի ավարտը, որ Սամվել Կարապետյանը շնչում արտաշնչումը, դրա համար էլ թող մեղադրանք առաջադրեն։ Ինչի է շնչում արտաշնչում։ Ինչի է Հայաստանի Հանրապետությունում այդքան բարեգործություն արել։ Թող դրա համար էլ մեղադրանք առաջադրեն։ Իրականում թես ամենը կրկին եմ ուզում նշել։ Մարդկային գրված, չգրված բոլոր նորմերին։ Ինչ աստիճան է հակասում, վստահ եմ բոլորը գիտեն, իրավասու անձինք։ Նաև այս ամենը իր հանրային հնչեղության տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ցավով եմ ասում, ի վերջո հետևանքներ ունենալու։